Կառավարության նոր կազմում էական փոփոխություններ չեն լինի, Նիկոլ Փաշինյանն անուններ չի հստակեցնում, բայց արդեն որոշել է ով կշարունակի զբաղեցնել պաշտոնը եւ ով կլքի կաբինետը։ Վարչապետն ի պատասխան լրագրողի հարցին նաեւ հայտարարում է, թե բացառում է այն հնարավորությունը, որ ձևավորվող գործադիրում լինեն ընդդիմադիր ճամբարներից։ Քննարկում չկա, որովհետեւ ինչպես եւ ասել եմ, քաղաքական իրադրությունը ակնհայտ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միայնակ կարող է ձևավորել կառավարություն եւ կձևավորի կառավարություն։ Թեպետ մինչև այս պահն էլ Կիրակի անցկացված խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփված չեն, բայց դրանք առավել եւս ամբողջական չեն լինի հունիսի 8-ի լուսադեմին, երբ Փաշինյանը տեղամասերի միայն 10%-ի արդյունքներով հայտարարեց քաղաքացիական պայմանագրի բացարձակ հաղթանակի մասին։ Վարչապետը պարզաբանում է սովորական պրակտիկա է, հենվել է սոցհարցումների տվյալների վրա։ Կան ընթացիկ քվեարկության հաշվարկներ, կան տեսակարար կշիռներ եւ ի վերջո կան բազմաթիվ ընտրական տեղամասեր, որտեղ արդյունքները ամփոփված են եւ կան բանաձևեր, թե ինչքան կարող է իջնել ընտրական տոկոս։ Մենք հենց իջնելու էլի տեղ ունենք, որպեսզի էլի ունենք, որպեսզի հաղթենք։ Քաղաքացիական պայմանագիրը ընտրություններում հաղթել է, հայտարարում է Փաշինյանը, բայց այս հաղթանակով ավելի ճիշտ քվեների այն քանակով, որն իշխանության ղեկը դարձյալ իր ձեռքն առնող ուժը ստացել է, նախնական հաշվարկներով նոր խորհրդարանում չի ձևավորի սահմանադրական առավել եւս որակյալ մեծամասնություն։ Հետևաբար առանց ընդդիմության աջակցության չեն կարողանա օրինակ սահմանադրական օրենքների հետ գործ ունենալ կամ սահմանադրության փոփոխության հարցը հանրաքվեի դնել, ինչը հիշեցնեմ Բաքվի գլխավոր նախապայմանն է հայ-ադրբեջանական խաղաղության նախապայմանագիրը վերջնական դարձնելու համար։ Մենք կդիտարկենք, կքննարկենք իրավիճակը եւ կգանք հետեւությունների։ Մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե քաղաքացիական պայմանագիրը գործարք է առաջարկել ընդդիմադիրներին։ Փաշինյանը հերքում է առաջարկում կոնկրետ հարցի պատասխանել։ Ընդհանրապես այդ որ ասում են առաջարկել են գործարք, թող ասեն ով-ում։ Նախընտրական շրջանում Փաշինյանը հայտարարում էր, որ եթե իր առաջնորդած ուժը նոր խորհրդարանում սահմանադրական մեծամասնության մանդատ չստանա, ապա առաջիկա սեպտեմբերին աղետալի պատերազմ կլինի Հայաստանի դեմ։ Հիմա փաստացի այդ մանդատը ՔՊ-ն չի ստանում, բայց վարչապետն ասում է, պատերազմ չի լինելու։ Խաղաղության օրակարգը հետևականորեն շարունակելու ենք եւ սպասարկելու ենք բոլոր հնարավոր միջոցներով եւ պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, հապկից դժգոհում են, որ Հայաստանը չի վճարում անդամավճարները, միտումը շարունակվի, ռազմաքաղաքական դաշինքը կառույցից մեր երկրի հեռացման հարցը կարող է դնել։ ԵԱՏՄ-ից էլ շտապեցնում են պնդելով, որ հրատապ պատասխան է պետք տալ տնտեսական միությունում մնում եք, թե ոչ։ Երկրորդի առնչությամբ Փաշինյանն արդեն իսկ արած հայտարարություններին հավելելու ոչինչ չունի, ասում է, իսկ հապկի հետ կապված մեկնաբանություն չի կարող անել։ Եվ եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումը ընդունել ի գիտություն։ Հայաստան ներմուծվող գազի հնարավոր թանկացման հետ կապված էլ Փաշինյանը ասում է, կա պայմանագիր, դժվար է պատկերացնում, թե Ռուսաստանն ինչպես է հրաժարվելու իր փաստաթղթային պարտավորություններից, բայց իրենք բոլոր սցենարներն էլ դիտարկում են, խնդրում դրանց լուծումը։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը True Social սոցիալական հարթակում շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Ես շատ հպարտ էի աջակցելու նրան վերընտրվելու հարցում եւ կասկած չունեմ, որ նրա առաջնորդությամբ գեղեցիկ Հայաստանը կհասնի մեծության եւ հաջողության այնպիսի մակարդակների, որոնք կգերազանցեն բոլորի ամենահամարձակ սպասելիքները։ Միացյալ Նահանգների կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց։ Բանաձևը ներկայացվել է կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի կողմից, քննարկվել է ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Սպասվում է, որ այն քվեարկության կդրվի հանձնաժողովում։ Այս մասին հայտնել է Ամերիկայի հայ դատի գրասենյակը։ Կառավարությունը աջակցություն կտրամադրի թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդի եւ հանքային ջրի արտահանման համար։ Որոշման համար հիմք է հանդիսացել Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններով արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով արտահանողներին աջակցություն ցուցաբերելը։ Հայաստանի ռեզիդենտ համարվող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ կերպ. ծիրանի 1 կիլոգրամի համար 200 դրամ, սալորի
պոմիդորի, դեղցի եւ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 դրամ, կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 դրամ, շշալցված վրենդի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 դրամ, շշալցված հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 դրամ։ 2025-ին Երևան-Կապան Երևան 95 չվերթ է իրականացվել, օգտվել է 2105 ուղևոր։ Այս մասին ճեպազորույցի ժամանակ հայտնել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Բնականաբար շարունակվել է Երևան-Կապան Երևան ուղղությամբ իրականացվել էլի չվերթներ, 97 չվերթ ենք ունեցել 2025 թվականի ընթացքում Երևան-Կապան Երևան ուրեմն չվերթներից օգտվել է 2105 քաղաքացի։ Այս պահին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը անջատված է ընդհանուր համակարգից գտնվում է պահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ վերանորոգման պրոցեսում։ Տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարը տեղեկացրել է, որ ատոմակայանը 5 տարին մեկ անցնում է այս գործընթացը եւ այն տևելու է ավելի քան 3 ամիս։ Ծրագրի հաջող ավարտի պարագայում ատոմակայանի կյանքը հնարավոր կլինի երկարաձգել մինչեւ 2036 թվականը։ Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցման ծրագրերին, ապա հենց գալիք 10 տարիների ընթացքում որոշվելու է դրա կառուցողն ու իրականացվելու է նոր նախագիծը։ Մասնագետները, սակայն, նոր ատոմակայանի կառուցման եւ շահագործման մասով այդքան էլ լավատես չեն։ Մոդուլային կայանները Հայաստանի ձեռնատու չեն։ Փոքր կայաններ են, փոքր հզորությամբ եւ նման կայանի կառուցումը միայն խնդիրներ է ստեղծել։ Արժեքը $5 միլիոն, դա բավականին թանկ թիվ է, էլի, առավելևս որ նա հզորությունը 300 մեգավատ է։ Եթե գնաց նոր կայանի կառուցման հետևից արվեստի ռեակտորի, բավականին ժամանակ է պետք այդ համաձայնությունները ստանալու, մագատեի հետ գալու ընդհանուր հայտարարի, երրակողմ պայմանագրերի ու դրա կառուցման համար։ Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան։ Հայ-թուրքական սահմանին գտնվող մարգարա անցակետը կբացվի հունիսի 12-ից 22-ը մարդասիրական բեռների տեղափոխման համար։ Նպատակն է աջակցել Լիբանանի բնակչությանը, այդ թվում իսրայելական հարձակումների հետևանքով տուժած հայ համայնքի ներկայացուցիչներին։ Էկոնոմիկայի նախարարը իշխանական падգամավորներին հայտնել է, թե Հայաստանից արտահանվող մրգերն ու բանջարեղենը ունեն Global Gap սերտիֆիկատ, որը ըստ Պապոյանի բարձրագույն մակարդակի հավաստագիր է։ Նման հավաստագրով ապրանքները ըստ էկոնոմիկայի նախարարի ազատորեն վաճառվում են եվրոպական շուկայում։ Պապոյանը բերել է հետևյալ օրինակը. Հայաստանում ելակն աճեցնում են ճիշտ նույն տեխնոլոգիաներով, մեթոդներով ու եվրոպական ստանդարտներին համապատասխան ջերմոցներում։ Խնդիրը, սակայն, ըստ Պապոյանի միայն բարդ լոգիստիկա ինչը պայմանավորված է բազմաթիվ գործոններով։ Գյուղ ոլորտի մասնագետները սակայն պնդում են, որ սննդի արտադրությունից մինչև արտահանում լաբորատոր պայմաններում ոչ միշտ է պատշաճ ստուգվում ու վերահսկողություն իրականացվում։ Եթե Հայաստանի Հանրապետության սահմանը արտահատել է եւ մտել է այլ երկիր 100%-ով համապատասխանել։ Չի համապատասխանում, հետ ուղարկում են։ Դու առանձին դեպքեր կա, 100 ավտո, չգիտեմ, Ծիրան են ուղարկում, մի ավտոն օրինակ հետ է գալիս։ Այդպիսի դեպք եղել է։ Մենք գիտենք, որ լիքը խնդիրներ կան մեղրի հետ կապված։ Մենք լիքը խնդիրներ գիտենք, որ բանջարեղենի հետ կապված, որ պարապանյութերը առանց չափու սահմանը օգտագործվում են անգլագետ ձևով հաճախ։ Եվ այդ խոսակցները ես գիտեմ 10 քանի տարի առաջ դեռ լոլիկը ստուգում էին ու կարծում էր, որ 10-ից 8-ի մեջ քանակները այնպիսին են, որոնք որ վտանգավոր են առողջության համար։ Ռուսաստանը մեծացրել է այլ երկրներից, մասնավորապես Իրանից եւ Թուրքիայից ձկան ներմուծումը Հայաստանից մատակարարումների սահմանափակումները փոխհատուցելու համար։ Ռոսելխոզնադզորի ղեկավարի խոսքով մատակարարների թվի ավելացումը թույլ է տալիս խուսափել մեկ երկրի նկատմամբ կախվածությունից եւ ապահովել շուկայի կայուն մատակարարումները։ Հայաստանում ըստ արձանագրված վիճակագրական տվյալների այսօր կա 3000-ից ավելի թափուր աշխատատեղ, սակայն դրան զուգահեռ տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են աշխատանքի փնտրտուքը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով պահանջարկը հատկապես բարձր է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, սակայն կան բարձր որակավորում չպահանջող տասնյակ եւ հարյուրավոր հաստիկներ։ Խոսքը վերաբերում է արտադրություններին, գործարաններին, որոնց այդպես էլ չի հաջողվում գտնել համապատասխան աշխատողներ։
Օրինակ, մենք չունենք այնպիսի մասնագիտություններով մասնագետներ, ինչպիսիք են օրինակ կռունկաբար, հանքափոր, հաստոցի մոտ աշխատող, խառատ, սոդող, էլեկտրիկ, սրանք մասնագիտություններ են, որոնք մոդայիկ չեն, եւ փաստորեն դրանց մասով մենք ունենք թափուր աշխատատեղեր են իմաստով, որ մասնագետ էլ չունենք դրա վերաբերյալ։ Նշանակում է, որ մի քիչ մասնագիտական հաստատություններում մենք ունենք մասնագիտություններ, որոնք փաստորեն պետք են, բայց չկան։ Միացյալ Նահանգների զորքերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող մի շարք թիրախների պայթյուններ են որոտացել Բանդար Աբասի օդանավակայանի եւ ավիաբազայի մերձակայքում։ Ամերիկյան զինուժը հարվածել է նաեւ նավահանգստային Սիրիկ քաղաքին, որտեղ ռազմածովային բազա է տեղակայված։ Ի պատասխան իրանական ուժերը Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավեր են հրթիռակոծել։ Այս փաստը սակայն Վաշինգտոնից հերքել են։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ Իրանը ավիահարվածներ է հասցրել Բահրեյնի եւ Քուվեյթի ամերիկյան բազաների։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը Իրանի վրա հարձակվելով փաստացի պատանդ են վերցրել համաշխարհային տնտեսությունը, հայտարարել է Տոկիոյում Իրանի դեսպան Փեյման Սեադաթը։ Նրա դիտարկման պատերազմը Իրանին պարտադրվել է։ Սեադաթն ընդգծել է, որ նեղուցը բաց է եղել նավարկության համար անգամ ամերիկյան եւ իսրայելական ռեժիմների ագրեսիվ հարձակումներից հետո եւ որ նրանք փոխել են ամեն ինչ խնդիրներ ստեղծելով այլ երկրների համար։ Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման ռազմական առաքելությանը տրամադրելով հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման եւ կառավարման ինքնաթիռ։ Այս մասին ասվում է Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ավստրալիայի պաշտպանության գերատեսչության կողմից։ Փաստաթղթի համաձայն Ավստրալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը կներգրավվի բազմազգ ռազմական առաքելության կազմում, որը կգործի Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարությամբ։ Պուտինը նոր օրենք է ստորագրել, որով նախատեսվում է արգրավել արտերկրում հանցագործություններ կատարած Ռուսաստանի շահերի դեմ հանդես եկած քաղաքացիների ունեցվածքը։ Փաստաթղթում ներառվել են պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց վիրավորելուն, զինված ուժերը վարկաբեկելուն, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հրապարակային կոչերին վերաբերող նորմեր։ Վարչական իրավախախտումների մեջ մեղավոր ճանաչված անձանց գույքի նկատմամբ գործողություններ են իրականացվելու անկախ նրանց երկրի սահմաններից դուրս գտնվելու վայրից։ Հունիսի 10-ի լույս գիշերը անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել քաղաքի խորհրդանիշներից մեկը՝ Մայր Հայաստան հուշահամալիրը։ Նրանք պոկել ու գողացել են հուշահամալիրի ներքևի հատվածում քարե պատվանդանների վրա ամրացված հերոս քաղաքների անվանումների ոսկե տառերը։ Ուղղակի զարմացանք է, գսեմ դիգ ինչ մատերիալ է, որ պոկել են, թե ով է պոկել չի դա։ Այս մասին իրազեկող տեսանյութ է տարածել Գյումրու համայնքապետարանը։ Կատարվածը նկատել են համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները, ովքեր վաղ առավոտյան տարածքում կանաչապատման աշխատանքներ են իրականացրել։ Տառերը պոկելու հետևանքով քարերը վնասվել են, դրանց վրա բացվել են մեծ անցքեր։ Քիչ անց տեղեկություն է ստացվել, որ պոկված տառերը գտնվել են։ Հերոս քաղաքների անվանումների տառերը նետված էին տարածքում տեղադրված աղբամանների մեջ։ Տառերը մեկ առ մեկ հանվել են, շուտով դրանք կրկին կամրացվեն իրենց տեղերում։ Գյումրու քանդակագործության ազգային պարկ թանգարանի վարիչ Արթուր Գևորգյանը մեկ բառով է որակում կատարվածը՝ վանդալիզմ։ Հարգանքի բացակայություն է մեր նախնիների այն մարդկանց հանդեպ, ովքեր կռվել են այդ քաղաքներում, շքանշաններ են ստացել, հերոսացել են եւ սերունդներ են դաստիարակել։ Ինչն է շատ առանձնահատուկ, հնգատեւ աստղերը թողել է, քաղաքներն է ոչնչացրել։ Այն, որ կատարվածը պետք է համապատասխան արձագանք գտնի իրավապահ մարմինների կողմից, իսկ կատարողներն էլ ստանան համապատասխան պատիժ, Արթուր Գևորգյանը երկընտրանք չի տեսնում։ Չի կարելի Մայր Հայաստան անունով հուշահամալիրում, որը համայն հայությանն է վերաբերում, կապ չունի այդտեղ որ քաղաքների անունն է գրած, նման բան անել, չի կարելի մեր նախնիների արածի կողքին նման բան անել։ Գյումրու համայնքապետարանն էլ իր հերթին դեպքի առթիվ պաշտոնական հաղորդում կներկայացնի ոստիկանություն։ Գյումրիում գիշերը արտակարգ վիճակ էր, տեղումներն աննկարագրելի ինտենսիվ են եղել, ուժեղ կարկուտը կաթվածահար է արել քաղաքի կյանքը։ Փողոցները վերածվել էին հորդահոս գետերի, մայթերն ամբողջությամբ սպիտակ են։ Մեքենաները երթևեկել են մեծ դժվարությամբ։ Անգամ կային փողոցներ, որտեղ կարկուտի եւ անձրևաջրերի բարձրությունը հասնում էր մոտ 50 սանտիմետրի։ Քաոս էր մի շարք փողոցներում։
Օրեր առաջ էր, որ հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ը զգուշացրել էր, որ հունիսի 9-ից 13-ին գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 9-ին եւ 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հորդառատ անձրևից հետո Արագածոտնի մարզում արտակարգ վիճակ էր դեպի Կոտայքի մարզ Շենավան Արագյուղ տանող ճանապարհին եկեղեցու հարևանությամբ։ Հողային հատվածը փլուզվել է, երկաթե պատնեշները հայտնվել են ձորում։ Այստեղ ոլինը կտեսնեք, ճանապարհը թեքվել է։ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկներն են սահմանազատել տարածքը, իբրև պաշտպանիչ պատնեշ կապել են ոստիկանական ժապավենը, իսկ ժամանած ճանշինը մոտ 50 մետր երկարությամբ տարբեր հատվածներում տեղադրել է քարեր։ Սա պետք է շատ արագ հրատապ ձևով բետոնե պատնեշը կառուցվի, դա երևի մասնագետները կասեն էլի։ Ահա որը, վտանգավոր է։ Հիշեցնենք, որ այս ճանապարհը վերջերս է հիմնանորոգվել կառավարության ֆինանսավորմամբ, իսկ մեքենաների շարժն այդ հատվածում բավական ակտիվ է, ուստի անվտանգության պարագաներ են անհրաժեշտ արտակարգ դեպքերից խուսափելու համար։ 16 մետր երկարությամբ փլուզում է տեղի ունեցել ու կա վտանգ, որ շարունակվի փլուզումը։